Այսպես ավարտվի, դուք եք մի հատ հետահայաց նայեք ինչ տեղի ունեցավ մինչև պաշտպանական կողմի տպավորությունները այնպիսին, ինչպիսին որ հաղորդեցին։ Եկան պարոն Հովհաննիսյանը բերեց մեղադրանքները, ես ինքս օգնեցի, բերեցի, իր ձեռքով օգնել մեղադրանքները, որը ես չարեցի։ Դատարանի կողմից հայտարարությունն է, արդյոք առարկայազուրկ չլինի, այսինքն իմաստուն իրավական առումով հրապարակելը, որպես համաձայն նյութերը հետ, այսինքն աշխատանքները ու ինչ-որ մի պահի իմ մոտ տպավորություն ստեղծվեց, մեր բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ դրսում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, որի պատճառով դատարանը ինչ-որ պարզաբանումներ է տալի, ոչ թե դատավորության մասնակիցներին, այլ հանրային կերպով, այն խնդիրները, որոնք որ դուք բարձրաձայնում եք այս պարիտետության, աշխատելաժամանակի, օրերի եւ այլն, դուք ինքներդ եք ականատեսի եղել, որ աշխատանքային կարգով քննարկել ենք, այդ խնդիրները լուծումներ ենք տվել։ Այդ թվում նաև այն ինչը որ դուք բարձրաձայնում եք, ես համոզված եմ, եթե չլիներ ձեր հայտարարությունը, այսքան դատական նիստ է եղել եւ այլն, այդ խնդիրները իրենց լուծումները կստանային նենց, ոնց մինչև այս պահը ստացել եք։ Այդտեղից է գալիս մեր համոզմունքը, որ կա շրջաբերական, որ կա ինչ-որ պլան դրած, որտեղ տարբեր ասպարազներում մարդիկ խոսում են, ու մենք գալիս ենք այս դատական, ազգային ժողովում խոսում են այս գործից, ողջամիտ քննության նիստից գալիս ենք հաջորդ նիստին, դատարանի հետ հարցն է բարձրացնում։ Ինչը փոխվեց, որ նախորդ շրջաբերականից այդ հատվածը կարող են փոխանցել։ Ես գիտեմ ինչի մասին։ 270-ից մեկ հոդված է ավելանալու։ Բացահայտեցիք դա։ Բայց նաև դրա հետ տեքստային տարբերակով, դրա հետ մեկտեղ ինչ-որ մի հատ չգիտեմ, կարող է վիճարկի դերասանական ինչ-որ երեխաներին հավաքել էին ազգային ժողովում, ես գործի մասին ինչ-որ երբիկներ էին ունենում, ողջամիտ ջանքեր եւ այլն, ու դրանից հետո մենք գալիս ենք, այդ նույն բանը դուք եք իրականացնում, մենք ոնց կարող ենք դա չդիտարկենք, այդ ամեն ինչի ուղեցրի մեջ, պրոբլեմը տեղ է, դուք բարձրացնում եք աշխատանքային խնդիր, այդ աշխատանքային խնդիրը բարձրացնում եք այն ժամանակ, երբ որ տարբեր շրջանակներից, տարբեր ամբիոններից, այս դատական նիստերի տարբերից դուրս խոսում են այդ հանգամանքի մասին։ Ու մեր տպավորությունն է նա, որ դուք փորձում եք արդարանալ այդ հարցի շուրջ, որ ուզում եք ցույց տալ, այլ տեսեք, դատական նիստերը չեն եղել, քննարկվել է հարց, ինչի դատական նիստերը այսքան ձգձգվում է եղել, որտեղ պաշտպանները եղել են արձակուրդում, որտեղ մենք շաբաթ ամիսի 2 նիստ ենք նշանակում, պարոն Գևորգյանը գործող մամուլ է եղել։ Ինչ-որ արդարացման էլեմենտներ ենք տեսնում ձեր խոսքում։ Ու մենք չենք կարողանում դրա մասին չխոսանք ու չբարձրաձայնենք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, այս ամբողջ հիմա, որ էդի հետահայացնային, ողջամիտ էր այսօրվա դատական նիստը։ Մենք կարող էինք 5 րոպեում քննարկեցինք աշխատանքային ֆորմատը ոնց է լինելու, դատարանը ընդգծեց, ասաց, չեմ կարծում, որ թարգմանությունները պատրաստ կլինի մինչև մյուսի երկուշաբթի, փորձենք հասկանանք ինչ է լինելու, նիստը ունեինք համաձայնեցանք, ավարտենք գնայինք։ Դրանից հետո մենք կարող ենք դատական նիստերը, եթե մենք հաշվետվողականություն չենք տալիս այս դահլիճից դուրս ինչ-որ մեկին, դատական նիստերի քանակի եւ այլն մասին, մենք աշխատանքային կարգով բոլոր մասնակիցները որոշենք այդ օրերը։ Բայց չէ, դուք հակառակ ուղղությամբ գնացիք, դուք գնացիք այն ուղղությամբ, որ դուք եք որոշում որոշակի օրերի պարբերականություն, ինչը առաջվեց պաշտպանական կողմի ֆորմատի փոփոխության հետ կապված ընդգծում է, այդ բարձրաձայնվեց, հիմա տպավորությունը այն է, որ դուք ուզում եք արագ իրականացնել, բայց չի ստացվում, գիտեք պաշտպանները հարմար չի եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչպես միշտ էս երկրում էս վերջից ինչքան ժամանակներում ձևը գերազանցեց բովանդակության, էության։ Մենք իրականում հիմա այս ինչը որ քննարկում ենք, էությանը մի քայլ չենք մոտեցել։ Էությանը կմոտենայինք այն պարագայում, երբ որ այս հարցերը այս ֆորմատով քննարկման առարկա չդառնան։ Այդ ամբողջ պրոբլեմը պատվարժան է դրա։ Մենք այս դահլիճից դուրս որևէ մեկին որևէ բան ապացուցելու, արդարանալու, չգիտեմ, հիմնավորելու որևէ անհրաժեշտություն չունենք։ Երբ որ դատարանը նմանատիպ արտահայտություններ անում,
մեր մոտ առաջա գալիս այդ հարցերը։ Ինչի առաջացավ դատարանի մոտ այդ անհրաժեշտությունը արդարանալու, հաշվետվողականություն տալու, նկարագրելու իրավիճակ։